Ողջույն իմ սիրելի հետևորդներ, ես ձեզ հակիրճ ներկայացրեցի իմ անակնկալը ծնողներիս և ծննդյանս օրը Հայաստանում։ Այժմ մի փոքրիկ ուղևորություն կատարենք միասին դեպի Ստեփանավան։ Իհարկե գալով Հայաստան ես չէի կարող չվերադառնալ այն վայրը, որտեղ անցել են մանկությանս ուրախ և անհոգ տարիները։ Անցնելով ապարանով հաճելի անակնկալ եկա ատյան առատությունից։ Ես կարծես փոքրիկ երեխա լինեի, խնդրեցի, որ կանգնեցնեն մեքենան, իջա մեքենայից և սկսեցի վայելել ձյունը։ Եվ անցնելով Գնթունիքի կողքով, իհարկե չէինք կարող անտարբեր անցնել և չհամտեսել ամենահամեղ և խրթխրթան հացը։ Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, այսօր մարտի 15-ն է և ես գտնվում եմ Ստեփանավանի շրջանի գյուղ Լեջանում, շատ զարմանալի է, արդեն գարուն է ու այսպիսի առատ ձյուն է տեղում և Եվրոպայի իմ հետևորդներ, դուք էլ կփաստեք, որ քանի տարի մենք արդեն ձյունի երես չենք տեսել, երևի իմ պատվինագալությունս, ուրեմն ես եկել եմ Լեջան գյուղ, քանի որ այստեղ է գտնվում իմ մանկության երջանիկ տարիների հուշերը, իմ տատիկիս տունը, ահա։ Միշտ շնորհակալ եմ լինելու տատիկիս, քանի որ նա ապահովել է իմ երջանիկ մանկությունը։ Եվ ինչպիսի երջանկություն, մինչև հիմա տատիկիս օջախի ծուխը դեռ ծխում է։ Չնայած որ անցել են շատ երկար տարիներ, ամեն դեպքում ես կարողացա գտնեմ մի քանի փոքրիկ մասնիկներ իմ մանկությունից և իմ տատից մնացած հուշերից։ Ահա ես ուզում եմ ձեզ ներկայացնել մի քանի իրեր, որ դեռևս մնացել։ Գյուղի բնական, առանց հավելումների, անուշ հոտը, անուշ համը, շատ ափսոս, որ դուք չեք փորձում, փորձի, քեզ է սիրինջան, շնորհակալություն հաստխողներին։ Դե դար պետք քցենանիցյան, ապրես։ Էդի մեզա, այս փոքր դուր, էդի մեզա, այս փոքր դուր, այս դուր, ապրել, փոքրը։ Սիրելի հետևորդներ, մեկնաբանություններում նշեք, թե ելով է կարոտել փայտի զվարարանի տաքությանը և անուշ բույրին։
Իհարկե մենք չենք կարող հետ վերադառնալ առանց պլեջ ուտելու, համտեսելու։ Ջան։ Ջանո։ Լամարքուրիկ, տարիների վեր որ դու իշ չես տեսել, մի քիչ կպատմես, ինչ կարոտիդ մասին մի քիչ կպատմես, զգացողությունների մասին, որ տարիներ հետո ես տեսա նորից։ Վերապրեցի նույն տարիները, ինչ որ մանկության տարիներին, Արմինե ջան, դու չես փոխվել։ Չեմ փոխվել։ Տարիները անցնել, դու չես փոխվել։ Չգիտեմ ես փոխվել եմ, թե չէ, բայց դու չես փոխվել։ Դու նույն մեծահոգի, մեծ սրտով մարդ ես մնացել։ Շնորհակալ եմ։ Ճիշտ է, մի քիչ մազեր սպիտակել են, բայց դու նույն մարդ ես մնացել։ Ծերանում ենք, տարիները ծերացնում է։ Շատ եք կարոտել։ Շատ անսահմանափակ։ Ճիշտ է, համի շփումը ինտերնետով կար, բայց մեկա սենց տեսնելը ճիշտ է։ Թե կողես, փոխում ենք, չէ՞ ես։ Այստեղից առաջ չեմ կարող գնալ։ Нам гарникները նկարում։ Գարդակներն են դուրս գալիս։ Դեպույու։ Եկեք։ Չիրն խոտ չեն դուրս։ Հա։ Всё. Շուրտաս։ Քուտի։ Արի մե։ Քելոք ջան։ Էնոր ո՞նց անեցի։ Ահա սիրելիներս, գյուղի պարզ եւ հասարակ կյանքը, ինչպես նաեւ դժվարին կյանքը։ Իսկ դու սիրելի հետևորդ, եթե չես հասցրել բաժանորդագրվելի մեջի, բաժանորդագրվի, ես շատ հետաքրքիր պատմություններ ունեմ ձեզ ներկայացնելու։ Լայքեք եւ թողեք ձեր մեկնաբանությունները։
Լեջան գյուղում է գտնվում Կարմիրվան եկեղեցին, որը կառուցվել է 1892 թվականին։ Երբ փոքր էինք, երեխաներով հավաքվում էինք շատ պարտաճանաչ կերպով ամեն կիրակի և գնում էինք եկեղեցի, կանգնում էինք խորանի երկու կողմերում ու երգում էինք հոգևոր երգեր։ Դե ինչ, Աստված թող օրհնի բոլորիդ ընտանիքները, լինեք սիրով և համերաշխ։ Ավարտվեց իմ այցը Լեջան։ Հուսով եմ, որ շատ շուտ նորից ետ կվերադառնամ